Արդեն տեղեկացրել էինք, որ այժմ տեղի է ունենում Զառա Արամյանի հոգեհանգստի արարողությունը։ Ռաֆոն Անդրանիկ Հարությունյանը ևս եղել է ներկաների թվում։ Առաջարկում ենք լսել նրա հրաժեշտի խոսքը։ Հուշերի մասին Զառայի հետ շատ երկար տարիներ շփում ունենք, անգամ ավելին ասեմ ընտանիքներով։ Վերջի պրոյեկտը, որ մենք միասին փորձեցինք անել, մի 2-3 սյոմեշնի օր ունեցանք, հետաքրքիր պատմություն է, նկարեցինք եւ ստոպ տվեցինք որոշ ժամանակով, որ հետո շարունակենք էլի, դե բնականաբար արդեն եթե շարունակենք կամ չենք շարունակի, որտեղ Զառան չկա, այդ խոհանոցի մասին հետաքրքիր պրոյեկտ էր, Շանթ հեռուստաընկերությունով պետք է հեռարձակվեր սիթքոմ։ Բան էր ինքը, որ նկարահանման պրոցեսի ընթացքում, այսպես ասեմ, 2 ժամը մեկ ստոպ էինք տալիս, որ Զառան մի 15-20 րոպե հանգստանա, որտեղ ասում էր լավ չեմ, բան, բայց մենք միանշանակ ուզում էինք աշխատեինք ու աշխատելու էինք, այն էլ սենց եղավ, լավ չստացվեց ամեն դեպքում։ Հիշողություններ շատ կա Զառայի հետ, նոր անգամ ամուսնուն էլ, որ գրկեցի ցավակցություններս հայտնեցի, ասաց, որ քեզ շատ էր սիրում։ Մի խոսքով փոխադարձ է մեր սերը եղել եւ ավելին ասեմ կկարոտենք։ Մի սիրուն գույն պակասեց մեր կյանքից, մեր բոլորի։ Հեշտ էր Տիկին Արամյանի հետ աշխատելը։ Այդ եմ ասում, մի քիչ դժվար էր վերջի այդ մեր իրա վերջի պրոյեկտն էր լինելու, սիթքոմ որպես այդպեսին հումորային, հեշտ էր այն իմաստով, որ ինքը շատ թեթև էր ամեն ինչը, տեքստերը արագ էր սովորում, շատ լավ էր, բայց այդ որ ինքը հասկանում էր, որ ինքը մի քիչ լավ չէ, առողջական խնդիրներ կա, ինքը անգամ խնդրեց մեզ ի սկզբանե, մենք ասացինք սիրով համաձայնվում ենք, որ ինքը ասաց, որ կարող է մի ժամը մեկ բան, մի 15-20 րոպեով պրոստը ես հանգստանամ, մենք անգամ տենց մեծ ձիվան էինք վերցրել նկարահանման այդ պլաշատկայում, որ ինքը պարկի մի կես ժամ, նորից շարունակենք, այդպես այդպես հիշողություններ կա իրանից, ամեն դեպքում շատ կկարոտենք, շատ։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ սրտի լուրջ խնդրի եւ թթվածնի անբավարարության պատճառով Զառա Արամյանը տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Հայտնիներից շատերն անդրադառնալով ցավալի լուրին, իրենց սոցիալական էջերում ցավակցական հրապարակումներ էին արել։ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում հուզիչ գրառում էր արել. «Մեր սիրելի Զառա, քեզ նվիրելով ողջ մեր սերը», գրել է նա կիսելով իր ցավն ու խորհրդը սիրելի մարդու կորստի կապակցությամբ։ Լուիզա Ներսիսյանի այս կարճ, բայց զգացմունքային խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, թե որքան սիրված ու գնահատված էր Զառա Արամյանը գործընկերների եւ հանրության շրջանում։ Հրանտ Թոխացյանը գրել էր. «Զառա ջան, սիրուն, համով, տաղանդավոր ու շատ հարազատ, լույսերի մեջ մնաս»։ Չգիտեմ Զառ, էսպես պիտի չլիներ, դու խոստացել էիր, գրել էր Սյուզաննա Մելքոնյանը։ Հաղորդավար Արայիկ Համբարձումյանը գրել էր. «Մեր համով Զառա, շատ ափսոս»։ Ռաֆայել Երանեսյանի գրառումն այսպիսինն էր. «Լավագույնները հեռանում են, Զառա Արամյան, հանգչիր խաղաղությամբ»։ Ամալիա Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը։ Զառան, նախորդ տարի փետրվարի 3-ին պիտի գնայինք իրենց տուն նկարահանման։ Այնքան ոգևորված էր, միշտ շատ դրական էր խոսում հաղորդմանս մասին ու վերջապես հանդիպելու էինք։ Երկարատև հիվանդ շրջանից հետո կազդուրվել էր, որդու ծննդյան խնջույքին էր պատրաստվում, որից հետո պիտի հանդիպեինք, ասում էր ասելիք է հասունացել։ Հունվարի 27-ին մեր նամակագրությունում տան վիդեոներ էինք նայում, որ նկարահանման հատված որոշենք։ Հունվարի 29-ին գրեց, որ վիճակը կտրուկ վատացել է, առանց թթվածնային սարքի շնչել չի կարողանում։ Նկարահանումը չեղարկեցինք, այդ օրվանից մինչև վերջ առանց թթվածնային սարքի չէր կարողանում շնչել։ Միշտ կապի մեջ էինք, քանի որ անկախ հարցազրույցի կայանալ-չկայանալուց կարևոր էր իր լավ լինելը։ Բացառիկ ջերմ ու դրական մարդ էր։ Ուղիղ 1 տարի թթվածնային սարքով շնչեց ու այդ ընթացքում չէր ուզում իրեն այդպես տեսնեն։ Ասում էր չեմ ցանկանա ինձ այսպես հիշեն, երբեմն ընկճվում էր, բայց միշտ ասում էր Աստված որքան կյանք կտա, սիրով կապրեմ։ Հիմա էլ վստահ եմ, Աստծո մոտ է։
Լույսերի մեջ մնաս, լավ մարդ, ջերմ տեսակ։ Գրել էր հաղորդավարուհին։ Ցավակցել էին նաև Գրիգոր Դանիելյանը, Պոնչի Սպիրյանը, Մենչ Պետրոսյանը եւ այլք։ Հատկանշական է նշել, որ հաղորդավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զարա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում։ Այդ ընթացքում եւ Զարան եւ նրա դուստրը Էլեն Գասպարյանը հրաժարվում էին մանրամասներ հաղորդել։ Սակայն Թերթեյեմի հետ զրույցում երկար լռությունից հետո Զարա Արամյանը խոսել էր առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի եւ եթերում չլինելու պատճառների մասին։ Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել-չլինելով։ Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում եւ պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերվող ու տարբեր հետաքրքիր հարցերի։ Զրույցի ընթացքում նշել էր Զարա Արամյանն ու հավելել, որ բավական երկար ժամանակ, մոտ 2 տարի եթերում չէ։ Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքի շատ կարևոր հատված մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել։ Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում։ Այս տարի լրանալու է 55-ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել։ Եվ բարդ է, եւ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ, նշել էր զրուցակիցը։ Զարա Արամյանը եթերում չէր, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ կյանքի բավական բարդ շրջան էր հաղթահարում։ Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ եւ շատ բարդ շրջան եմ անցնում։ Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա։ Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ։ Ջանում եմ, որ ապրեմ բարի եւ արժանապատիվ։ Խնդիրը լուծված չէ։ Երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի Խաչիկ Համբարձումյանի մոտ։ Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը։ Դիմելով իր հեռուստադիտողին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում եւ անհանգստանում են, Զարա Արամյանն անկեղծացավ։ Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել։ Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրականում բոլորիդ շատ սիրում եմ եւ վայելում եմ ձեր սերը, ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե երկնքում, թե հոգիներում։ Ամփոփել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զարա Արամյանը։ Նշենք, որ դերասանուհի, հաղորդավարուհի Զարա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ լուրջ առողջական խնդիր ունի։ Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված եւ այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ։ Բայց մի մեծ բայց, ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից։ Ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ։ Աստվածային հրաշք է, դուք հրաշք եք։ Սերն ու բարությունը ցանելիս նույն պտուղներն ես վայելում։ Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր, ընդմիշտ ձեր Զարա Արամյան։ Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց տխուր լուր Զարա Արամյանից վերնագրով։ Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ, իդեպ շատ հուզիչ։ Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված եւ այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ, բայց մի մեծ բայց։ Ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից։ Ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ։ Աստվածային հրաշք է, դուք հրաշք եք։ Սերն ու բարությունը ցանելիս նույն պտուղներն ես վայելում։ Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր, ընդմիշտ ձեր Զարա Արամյան։